Այնինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, այդ թվում երկրի ներքի օգտակար հանածոները, որոնք նույնպես կարող են սպառվել, հատկապես երբ երկար ժամանակ չի ուսումնասիրվել երկրի ներքը ու չեն բացահայտվել նոր պաշարներ։ Անցյալ շաբաթ Հայաստանի հանքարդյունաբերություն 2025 ֆորումի ժամանակ հենց այս մասին խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին։ Գիտեք, 2038 թվականին 2038 թվականին քչերն են մնալու, մնացածը արդեն կվերջացնեն նրանց աշխատանքը։ Այս եթե որևէ բան չկատարվի, այս սեկտորը կավարտվի, որովհետև վերջին 10 տարվա մեջ որևէ նոր պաշար չի ներմուծվել, որևէ նոր կառույց, որևէ նոր ձեռնարկատիրություն, նույնիսկ Հայաստանի մակարդակով միջին չի բացահայտվել։ Երբ հանքարդյունաբերական խոշորագույն ընկերության ղեկավարն է բարձրաձայնում ոլորտի այդ մտահոգիչ միտումների մասին, ասելով, որ միայն Զանգեզուրի կոմբինատը ի վիճակի չէ այդ ամբողջ ոլորտը իր վրա տանել, սա արդեն իսկ նշանակալի հավաստիության հանգամանք է եւ ուշադրության առարկա, եթե նկատի ունենանք երկու կարևոր բաղադրիչ։ Հանքարդյունաբերությունը ինքնին Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ճյուղ է, հատկապես մի տնտեսության, որ այսօր վիճակագրություն ապահովում է գերազանցապես այդ վերարտահանման եւ ներմուծման Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված այդ բաղադրիչի շնորհիվ եւ առևտուր, սպասարկում, ծառայություններ, մեր տնտեսություն արդյունաբերության իմաստով անկում է արձանագրում, արտահանումը անկում է արձանագրում եւ մենք պատկերացնում ենք, թե ծանր հրետանին մեր տնտեսության համար ինչքան կարեւոր է։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է եղել։ Այն ապահովել է Հայաստան արտարժույթի մուտքը, մասնավորապես 2021 թվականին օրինակ ամբողջ արտահանման 30%-ն էր կազմում, իսկ ապա 24 թվականին հանելով վերարտահանումը, այսպես ասած ոսկին, ադամանդը եւ այլն, մաքուր ապրանքների պարագայում 22%-ն է կազմում։ Այսինքն պետք է արձանագրենք, որ 1/5-ը Հայաստան արտարժույթ բերողը հանքարդյունաբերությունն է, մասնավորապես մոլիբդենի, պղնձի եւ ոսկու արտահանումը։ Սյունիքի հանգամանքը կա, խոշորագույն այդ կոմբինատը եւ հանքարդյունաբերության խոշորագույն ծավալները հենց Սյունիքում են, մենք հասկանում ենք, որ եթե տնտեսական այդ բաղադրիչը Սյունիքում չլինի, մենք լրջագույն դեմոգրաֆիական խնդրեմ ենք ունենալու։ Եվ այս ամբողջով հանդերձ պատահական չէ նաև կամ հենց նշանային է, որ այդ ուղղությունը ուղիղ թիրախավորման են ենթարկում թե Ադրբեջանը, թե նաև Թուրքիան։ Ադրբեջանը ընդհանուր միջազգային ինչ-որ բնապահպանական այսպես կոչված կոալիցիաներ է կազմակերպում, որոնց թիրախում Հայաստանի իբրև թե ռեգիոնալ էկոհամակարգը վնասող հանքարդյունաբերությունն է։ Չեմ կարծում, որ մենք 2030-2040 թվականին մենք ընդհանրապես կդադարեցնենք մեր հանքարդյունաբերությունը, նույն Քաջարյանի պաշարները դեռևս կան, կարող են նույնիսկ ավելի շատ օրինակի համար օգտագործվեն, բայց նրանք դա դիտում են այսպես զարգացումով եւ նաեւ արդյունավետության տեսանկյունից, այսինքն հանքաքարի մեջ նույն պղնձի մոլիբդենի պարունակությունը ավելի ցածր է, քան նախկինում, հա, իրանք ուզում են ավելի արդյունավետ դարձնել իրենց գործունեությունը, այս տեսանկյունից պետք է նայենք, բայց պղինձը Հայաստանի համար, ինչպես նաեւ աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող մետաղ է եւ կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակների ընթացքում պղնձի պահանջարկը ել ավելի է մեծանալու, հաշվի առնելով այսպես նորագույն տեխնոլոգիաներ, արևային պանելներ, մարկոսներ եւ այլն։ Այս պայմաններում, երբ ոլորտը չարժանանա պետական պատշաճ ուշադրության, սա անշուշտ կարող է առաջացնել ամենատարբեր հարցեր, կապված ոչ միայն տնտեսության, այլև ընդհանրապես երկրի անվտանգության հետ լայն իմաստով։ Դրա համար այս հարցերի պատասխանները պետք է տրվեն ընդհանուր կառավարության մակարդակով, թե ինչու չի ուսումնասիրվում պատշաճ եւ ինչու այդ նոր ռեսուրսային հետազոտություններ չեն արվում։
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ բարձրաձայնեց, որ պետք է ակտիվացնել հետազոտությունների այդ ուղղությամբ, պետք է հուսալ, որ դա չի մնա ընդհանրապես բարձրաձայնում, այլ իսկապես գործ կլինի, գործ, որը կբխի Հայաստանի, ինչպես նշեցի, այդ համապարփակ շահերից։ Այս ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում հիմնականում արվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում, հաշվի առնելով Խորհրդային պետության տնտեսական հզորությունը եւ հնարավորությունները, գիտական ներուժը եւ այլն, մեծածավալ այսպես ուսումնասիրություններ են արվել։ Հայաստանի այսպես անկախացման ժամանակաշրջանում մետաղական խոշորագույն հանք, որպես այդպիսի հայտնաբերվել է Ամուսարի հանքավայրը։ Ուրիշ հանք չունենք նոր հայտնաբերված։ Խնդիրը վերաբերում են ոչ միայն նոր հանքերի վերաբերման, այլ եղածների ընդլայնմանը։ Եղածները, մասնավորապես նույն Քաջարյանի կոմբինատի ընդլայնման համար պետք է լրացուցիչ հետազոտություններ արվեն։ Խնդրի մասշտաբը ավելի լավ հասկանալու համար պետք է հիշել, արդեն տասնամյակներ է, ինչ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերողները առաջին տասնյակում են։ Խոշոր հարկատուների ցուցակը հենց այս պահին գլխավորում է 8 ամիսների հաշվարկով Քաջարյանի կոմբինատը։ Սա ևս մեկ անգամ ազդակ է, որ արտարժույթ բերող բյուջե լցնող այսպես կազմակերպություններից մեկն է Հայաստանում։ 133 միլիարդ դրամ ապահովում է հանքարդյունաբերությունը պետական բյուջե անցած տարվա։ Սա մի ցուցանիշ։ Արտահանման 22%-ը, այսինքն բացարձակ թվերով եւ եթե ասենք, դա մոտավորապես 800 միլիոն դոլարի չափով այսպես արտահանման մասին է խոսքը գնում։ Նաեւ աշխատատեղերի մասով 13000 աշխատատեղ, որոնք վճարունակ են, բավականին բարձր աշխատավարձ է ստեղծում։ Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտի վրա են աշխատում այլ ոլորտներ, օրինակ Հայաստանի երկաթուղու ոլորտի հիմնական պահանջարկ ստեղծողը հանքարդյունաբերությունն է։ Օրինակ Սոտքի հանքի գործունեության դադարը մեծ վնաս հասցրեց հայկական երկաթուղային բեռնափոխադրումներին։ Այսինքն սրանք փոխադարձ կախված process-ներ եւ հանքարդյունաբերության դադարեցումը իր բացական ազդեցություն է թողնել նաեւ հարակից ճյուղերի վրա։ Հենց այդ եկամտաբերությունը նաև հաշվի առնելով այսօր հանածոների առավել մեծ կարևորությունը ոչ միայն տնտեսության, այլ նաև աշխարհքաղաքականության իմաստով, հասկանում ենք, որ այստեղ կարող է լինել ընդհանուր աշխարհքաղաքական շահերի բախում։ Եվ այս հանգամանքները առաջացնում են հարցեր, արդյոք կա կողմնակի ազդեցություն Հայաստանի կառավարության գործողությունների վրա, որովհետև ինչպես նշեցի, այստեղ կան տարբեր հավակնություններ, թե Հայաստանի, թե մասնավորապես Սյունիքի նկատմամբ, եւ բնական է, այդ հավակնությունները ոչ միայն զուտ տարածքային ռազմաքաղաքական ասպեկտ ունեն, այլ նաեւ հենց ռեսուրսային ասպեկտ ունեն։ Ըստ այդմ, ինչպես նշեցի, կառավարության քաղաքականությունը այստեղ կարող է լինել նշանային ցուցիչ։ Մտահոգություն առաջացնում է հատկապես այն, որ մենք տեսնում ենք քաղաքական ոլորտում Հայաստանի կառավարման պետական քաղաքականության լոյալությունը ադրբեջանական եւ թուրքական նարատիվների եւ պահանջների հանդեպ։ Երբ մենք այս լոյալությունը տեսնում ենք քաղաքականության, անվտանգության այս ոլորտներում, այստեղ ռիսկեր կամ համենայն դեպս կասկածներ են առաջանում, որ Հայաստանի առաջ կարող են դրվեն պահանջներ նաեւ այդ ոլորտի վերաբերյալ, հենց Հայաստանը թույլատնելու, Հայաստանի սուբյեկտությունը նվազեցնելու ուղղությամբ եւ այստեղ առաջանում են ռիսկեր, որ դրանց հանդեպ եւս կարող է դրսեւորվել ինչ-որ լոյալություն արդեն քաղաքական, այսպես անարդյունավետության տեսքով։ Հայաստանը առանց այդ էլ կորցրել էր Արցախի հանքարդյունաբերական ռեսուրսները, իսկ վաղը մեր երկրի հանքարդյունաբերական ոլորտը կարող է կանգնել տոտալ ճգնաժամի առաջ։ Ինչու միջազգային կազմակերպություններին հանկարծ դադարեց հետաքրքիր լինել մեր երկրի դերքը, եւ ինչու Փաշինյանի կառավարությունը շահագրգիռ չէ մեր երկրում ոսկու եւ ադամանդի նոր հանքերի հայտնաբերմամբ։ Մենք ունենք 9 մետաղական հանքեր, որոնցից փաստացի գործում են 8-ը։ Սա մետաղական հանքերը։ Մենք ունենք մի քանի 100 ոչ մետաղական հանքեր, որոնք էական, այսպես դերակատարում չունեն արտահանման տեսանկյունից, բայց մեծ դերակատարում ունեն օրինակ շինարարության ոլորտում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 2024 թվականի տվյալներով գործում է մոտ 403 հանքարդյունաբերական ընկերություն։ Ցանկացած պետության կարողությունների հիմքը տնտեսությունն է։ Հայաստանի տնտեսության ծանր հրետանուն հարվածները նշանակում է հարված Հայաստանի պետական սուբյեկտության ընդհանրապես։ Դա ոչ միայն պաշտպանության հիմքն է, դա նաև դիվանագիտության հիմքն է, ամեն ինչի գործնականում։ Եվ այս տեսանկյունից շատ պարզ է, թե ինչու է այդ ծանր հրետանին տարիներ շարունակ հայտնվել Ադրբեջանի ռոպագանդայի եւ քաղաքականության թիրախում։ Ադրբեջանը նախորդ տարեվերջին այդ COP29-ի ընթացքում
փորձեց ձևավորել ընդհանուր միջազգային ինչ-որ բնապահպանական կոալիցիաներ, ես ամենևին չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձելու է նաև այսպես կոչված բնապահպանական ինչ-որ շրջանակների միջոցով, ես ինչու եմ նշում այսպես կոչված, որովհետև դրանք որպես կանոն Հայաստանի շահերի դեմ աշխատող են եւ ոչ թե ընդհանրապես էկոհամակարգի շահերի պաշտպաններ, այդ միջոցով կփորձի նաև տարիների ընթացքում ուժեղացնել ճնշումը Հայաստանի այս ոլորտի նկատմամբ։ Ադրբեջանը այդ հանքարդյունաբերական ռեսուրսները լայնորեն օգտագործում է իր մոտ, դրանց միջոցով ներգրավում է մեծ ներդրումներ, այդ ներդրումները վերածում է այդ թվում նաև սպառազինության, ներդրումները վերածում է միջազգային լոբինգի միջոցների։ Այս ամեն ինչը օգտագործում է եւ զուգահեռ փորձում է զրկել Հայաստանին այս ամեն հնարավորությունից, այդ խախտված բալանսը ել ավելի խորացնելու համար։ Մի ժամանակ ջերմուկով հպարտացող Հայաստանը վաղը կարող է նորից հպարտանալ ջերմուկով, ու միայն ջերմուկով եւ իր մնացած ջրային ռեսուրսներով։ Իսկ ինչ է կորցնելու քաղաքացին, հատկապես այն քաղաքացին, ով օրինակ աշխատում էր քաջարանի հանքերում։ Այս պահին հանքարդյունաբերությունը կազմում է հնայի մոտ 2-ից 3%-ը, սակայն արտահանման մոտ 1/5 է օրինակի համար։ Բացի այդ հանքարդյունաբերության ոլորտում աշխատում են մոտ 13000 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է մոտ 800,000 դրամ։ Նույն օրինակ հանքարդյունաբերական ոլորտի շնորհիվ է, որ Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը համարվում է Սյունիքի մարզը։ Եթե հանրապետությունում միջին աղքատությունը 23.7% է, Սյունիքում 7% է ընդամենը։ Այսինքն մոտ 3 անգամ ավելի ցածր։ Համատության մեջ համար նշեմ, օրինակ Երևանում աղքատության տոկոսը 15% է։ Այսինքն նույնիսկ Երևանից 2 անգամ ավելի ցածր աղքատության մակարդակ։ Դեմոգրաֆիական խնդրեմ է այդ դեպքում անխուսափելի է լինելու, որևէ այլ հնարավորություն պատկերացնել, որ Սյունիքում կապահովի մեծ տնտեսական էֆեկտիվություն, ես չեմ տեսնում, եւ հաշվի առնելով նաեւ դարձյալ այդ նկրտումները, փափուկ ուժի միջոցով նաեւ, այդ թվում դեմոգրաֆիայի միջոցով իրենց հավակնությունները, մենք կարող ենք պատկերացնել, թե տասնամյակների հեռանկարում այստեղ ինչ ռիսկեր են առաջանում, եթե մենք թերագնահատում ենք այս ոլորտի նշանակությունը։ Եվ այս իմաստով կասկած չկա իհարկե, որ հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի շրջակա միջավայրի պահպանության բարձր ստանդարտներով։ Այս հարցերը իհարկե լուծելու համար դարձյալ պետք է ներդաշնակ գործեն գործատուները, հասարակությունը եւ պետությունը, բայց այդ ներդաշնակությունը պետք է տեղի ունենա ոչ թե որևէ մեկի շահի հաշվին, առավել եւս Հայաստանի շահի հաշվին, այլ հենց այդ շահերը հաշվի առնելով եւ ոլորտը հանուն այդ ամեն ինչի նաեւ զարգացնելով։ Իսկ որքանով է Հայաստանը գրավիչ միջազգային ներդրողների համար։ Հատկապես երբ կալանավորում է Forbes-ի ցուցակում ընդգրկված հայ գործարարին, այն էլ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար։ Արդյոք այս հանգամանքները ապագայում եւս չեն ազդելու միջազգային կազմակերպություններին ներդրում կատարել մի այնպիսի ծախսատար ոլորտում, ինչպիսին հանքարդյունաբերությունն է։ Երկրաբանական հետազոտությունները մեծ ներդրումներ են անհրաժեշտ, դրա համար պետք է այդ ներդրումները գտնել։ Բացի այդ անհրաժեշտ է բավականին լայնածավալ աշխատանքներ կատարել տեղում համայնքների հետ։ Միանշանակը նաև մենք կադրերի խնդիր էլ ունենք, այսինքն խորհրդային միությունից մենք կորցրել ենք այդ հետազոտող կադրերի բանկը եւ նաեւ շատ կարեւոր է երկարաժամկետ քաղաքական կայունության անհրաժեշտությունը։ Այսինքն ներդրողը պետք է հասկանա, որ իր ներդրումները ապահով են լինելու մի քանի այսպես գոնե տասնամյակ եւ դրան նաեւ պետք է գումարեն ենթակառուցվածքներ։ Ներդրողների համար շատ կարեւոր են ենթակառուցվածքները, որոնք հնարավորության կտան ավելի էժան իրենց ապրանքները տեղափոխելու համար եւ նաեւ կարեւոր ուղղությունն է նաեւ այն, որ Հայաստանում այսպես կառուցվի պղնձի վերամշակման գործարան, որը թույլ կտա օրինակ սև պղինձը վերամշակել Հայաստանում, ստանալ մաքուր պղինձ եւ սա եւս կարեւոր ուղղություն է, այսինքն մենք ոչ թե այսպես սև պղինձ արտահանենք Հայաստանից, իդեպ արտահանման 52%-ը Չինաստանն է գնում, այլ տեղում սպիտակ մաքուր պղինձ ստանանք, որը թույլ կտա արդեն վերջնական սպառման ապրանքներ արտադրել։ Ներդրումային գրավչության խնդիրները իհարկե կան եւ վաղուց կան այդ խնդիրները եւ անընդհատ առաջանում են։ Մենք տեսնում ենք քաղաքական նկատառումներով ինչ է կատարվում նաեւ տնտեսական դաշտում, նույն հեծի պատմությունը։ Մենք տեսել ենք ներդրումային մի շարք ծրագրեր հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք տապալվել են եւ ընդհանուր այդ կազմակերպությունները բարձրաձայնում են նաեւ Հայաստանի կառավարության անպատասխանատու վերաբերմունքի հարցը։
Եվ սրանք իհարկե այդ համախառն պատկերի մեջ լրացուցիչ հարցեր են եւ շատ լուրջ հարցեր, որովհետեւ ինչպես նշեցի, ներդրումները դրանք միայն տնտեսություն չեն։ Այդ արտաքին ներդրումային միջավայրի հետ արդյունավետ գործակցությունը դա նաեւ երկրի քաղաքական իմիջ է եւ քաղաքական հնարավորություններ, որովհետեւ ներդրողը նաեւ ինչ որ իմաստով վերածվում է իր շահերի պաշտպանի, հավելյալ պաշտպանական ինչ որ շերտ է Հայաստանի շահերի տեսանկյունից եւ նաեւ այսպես ասենք, պարզ ասենք, ինչ որ լոբիստական հնարավորություններ արտերկրում ելնելով այդ շահերի համադրումից։ Այս տեսանկյունից իհարկե ներդրումային գրավչության հարցը շատ լուրջ է, հատկապես հիմա, եւ սա եւս խորացնող, մտահոգությունը խորացնող շերտ է։ Եթե մենք ուզում ենք, որ այս արդյունահանման տեմպը պահպանվի հաջորդ տարիների ընթացքում, մենք պետք է նաև հանքավայրի շրջակա այսպես միջավայրը եւս ուսումնասիրենք, հետազոտություններ անենք։ Անշուշտ սրա համար պետք է թույլտվություններ, որը պետք է տան կառավարությունը եւ համայնքները ազդակի եւ նաեւ ներդրումներ։ Խնդիրը այստեղ է կայանում, որ կառավարությունը եւ համայնքները այդ թույլտվությունները միջև այժմ չեն տրամադրել կամ այսպես տարբեր պատճառներով ձգձգվում են եւ երկրորդը հանքարդյունաբերողները չունեն բավարար երաշխիքներ անվտանգային, կազմակերպական, տնտեսական երկարաժամկետ ներդրումներ կատարելու համար, որովհետեւ եթե փող ես ներդնում հանքավայրի շահագործման համար, ապա դա անշուշտ երկարաժամկետ է։ Հասարակության մեջ տարածվում է մտայնություն, որ արտաքին ներդրողը դա դեմ է ինքնիշխանությանը, դեմ է անկախությանը, գալիս է պարզապես ինչ-որ ռեսուրսներ յուրացնելու եւ վերջ։ Այս մտայնությունը ստեղծում է իսկապես խեղված պատկերացում եւ դարձյալ աշխատում Հայաստանի իմիջի դեմ, աշխատում Հայաստանի կենսունակության դեմ, որովհետև ցանկացած պետություն այդ արտաքին ներդրումային շրջանակների հետ շահերը համադրելու կարողությամբ է միայն ի վերջո դառնում միջազգային կենսունակ սուբյեկտ։ Մեր օրենսդրության հետ կապված կա նաև մեկ այլ հարց, որ օրինակ դու հետազոտություն ես կատարել այդ հանքի ուղղությամբ կամ այդ շրջանում հետագայում որևէ երաշխիք չկա, որ դու կունենաս հնարավորություն, որ այդ հանքը ինքդ շահագործես, որովհետև պետությունը կարող է այդ հանքը ուրիշին տրամադրի։ Սա էլ խնդիր է, այսինքն դու հետազոտություն ես անում, բացահայտում ես, բայց պետությունը կարող որոշի օրինակ այդ հանքի շահագործում, օրինակ ավելի լավ պայմաններով մեկ այլ կազմակերպության տրամադրում։ Այո։ Խուդոլիի նախանշած 2038 թվականին դեռ 13 տարի կա, այնպես որ հիմա պետք է ուշադրությունից դուրս չպահել նաև այս հարցը։